Փայրգուն փոլորիտ, ինչպես գիտեք, այսօր երկուշաբթի օր է եւ ամեն երկուշաբթի 7:7 California Eye Center ես բժիշկ Հարութ Խանջյանն եմ։ Այսօր իմ հետս դեսնակ արդեն գրնալալ գիտեք, շատերնիդ որ եղել է մեր օֆիսը վերջերս, դեսել եք որ ահագին նոր օգնություն կա իմ հետս եւ ես միշտ ամենալավը գզադեմ եւ իմ հետս այսօր Dr. Mary Iskandaryan. What's up? Dr. Mary? Good, how are you? Good, welcome. Իմ հետս է այսօր եւ շատ հետաքրքիր նույն մունինք ցեզի համար ով որ եղել է Glendale կամ մեր Van Nuys office-ը գտնալա դեսերեք իրեն ինքը իմ նույն process ավարտել է եւ ինքը ահագին փորձառություն ունի եւ residency-ները դած է So իմ հետս է այսօր ժամանակը դրամարտրեց որ հետս կա այսօր եւ շատ հետաքրքիր բանի մասին պիտի խոսենք այսօր որ շատերնիդ արդեն կոց գիտեք ասի dry eye եւ այսօր պիտի խոսենք dry eye-ի մասին ինչ է dry eye-ը ինչ է դարբեր տեսակները dry eye-ի ինչու մենք կունենանք dry eye ինչու շատերնիդ կբողոքեք որ ցածուգոց կա քերվուդուկ կա աչքս կմրմրի արցունքները կթափի Հարգավ մեր թիմացը չեք որ ստուգենք ասենք քեզի ճիշտ պատճառը բայց շատ անգամ մեր թիվ 1 բողոքը որ գլսենք հիվանդները ամեն օր dry eye-ի հետ կապ ունի մենք հիմա այսօր ադոր մասին պիտի խոսենք Dr. Mary թունալ եսալ կովկովիկ աշխատենք ամեն օր եւ մենք նույն ցևի հիվանդները կտեսնանք եւ շատերն աս նույն բողոք ունին Dr. աչքիս մեջ ասանք ավազի բես Պամը գսկամ, գամ թարթիշմը մդած է, գպանամ գկոցեմ, գսկամ գարձես թե պամը գա մեջը։ Մենք գագնեինք մեջով թուրսով գդեսնանք, որ պամը չի գա, և արդեն մի քանի թեստնել են վերջը գկիտնանք, որ dry eye գա։ Ինչ է քո դպավորությունը dry eye հետ և ինչ գդեսնաս ամեն օր մեր հիվանդներու հետ։ Այո, Բարև ինչպես եք, ամեն օր մեր կլինիկում միշտ տեսնում ենք, որ հիվանդները գալիս են այս նույն բողոքներով, բայց պետք է միշտ քննություններ անենք, որ հասկանանք ինչ է իսկ պատճառը, որ աչքը չոր է։ Այսօր հիմա դրա մեջ ենք մտնելու, որ ինչ պատճառներով որ կարող է աչքը չոր լինի։ Մեր պատճառներից այն է, որ մեր արցունքները բավարար չի սարքվում։ Հիմա ինչ պատճառներով։ Շատ անգամներ դեղերն է առաջի մասը, որ դերակատարում։ Քոլեստրոլի դեղերը statin եթե վերցնում եք, statin-ը կարող է պատճառ լինի։ Կարող է birth control-ից լինի։ Կարող է antidepressants Lexapro-ի եթե վերցնում եք, այդ դեղերն էլ կարող է պատճառ լինի։ Շատ անգամներ բժիշկի հետում եք քոլեստրոլ ունեք, քոլեստրոլի դեղը տալիս են, քոլեստրոլը ցածանում է, բայց հետո աչքին խանգարում է։ Ուրիշ պատճառներից կարող է մենոպաուզ լինի։ 45-50 տարեկան որ անցնում ենք, մեր հորմոնները որ փոխվում են, սկսում են նորից աչքի չորության նշաններ տալ։ Ուրիշ պատճառներից հենց տարիք վերցնելով ես սիրում եմ ասեմ, այնքան որ բրտեի ունենում ենք, ավելի որ տարիքը բարձրանում է, մեր այդ գլանդերը որ արցունքը սարքում է, սկսում է atrophy լինի չորանալ։ Վերջի ուրիշ պատճառներից որ բավարար արցունք չենք սարքում autoimmune պատճառներով։ So diabetes, եթե շաքարի խնդիր ունեք, Sjogren's, բացի որ աչքը չորա բերնից էլ չորություն կա, եւ rheumatoid arthritis այդ պատճառներով է։ Thank you Dr. Mary, շատ մանրակիր բացատրություն շնորհակալ եմ։ Ուրեմն ինչպես որ ինքը բացատրեց, մենք ասոնք չենք մտածել շատ անգամ, որ աս քոլեստրոլի թեղը որ ես կխմեմ, որ հիմա քոլեստրոլս կարգվեր է, չենք մտածել, որ ադի առնել են վերջ, հիմա աչքերս սկսավ ձախծուգոց տալ, քերվդուկ կա, արդուն գարթնաս, որ ծանր վիճակ ունիս, պետք է չորով լվաս, որ հանգիստանաս։ Չես մտածել, որ maybe այս ճնշման թեղը աչքիս մեջ չորություն կստեղծե։ Եվ շատերնին, որ ասենք birth control թեղ կառնեն, այդ birth control թեղերը թևով մը աչքի գլանդը գչորացնե եւ չես շիներ այդ պետք եղած արցունքը, որ աչքը խոնավ փափուկ բայ։ Եվ ով որ ինչպես որ Dr. Mary-ն ասավ rheumatoid arthritis, autoimmune disease, ասոնք autoimmune disease-ները մեր մարմինին պաշտպանական համակարգը, որ մեզի կպաշտպանե ջերմակնդիկներով, եւ որ հագարակ դառնա մեր մարմինին վրա հարձակե, autoimmune disease գսվի։ So ասի Sjogren's-ը օրինակ, ադոնք որ չոր փերան ունին, նույն ժամանակ չոր աչք ունենան։ Ադոնք որ շաքար ունին, diabetes is an autoimmune disease։ Եվ ադոնք որ ասենք arthritis ունի, ոչ
osteoarthritis, rheumatoid arthritis. Rheumatoid-ը այդ մեկն է, որ ջերմակ քնթիկները ոսկորներին կհարցակի։ Ասոնք ամեն dry eye problem-ներ գուտա մարդկանց մոտ։ Եվ ինչպես որ ասիր դոկտորի ձերանալը, բարձաբես ձերանալը, հիմա ես նույն ցևով չեմ մարսեր ջաշի, ինչպես 20 տարեկան կմարսեի։ Իմ աղիքներսնալ իմ դարեկից համեմատ փոխվավ։ Նույնը մեր աչքին գլանտնալ, մեր առաջվա պես արցունք չի արդարթեր մեր ամեն օրվա աշխատածին հետ։ So շարավորեր, thank you. Ուրեմն մեր environmental մեծ բաշտոն ունի։ So environment ասեմն է, բարձաբես որ մենք Կալիֆոռնիա գաբրինք։ Հիմա չի մորնակ Կալիֆոռնիան անաբադ է։ Մի տեսնակ աս մեջ downtown-ի շենքերը, աս Գլենդելի մեծ բարձր հասակի շենքերը, մենք աս բոլորը նոր շիներ ենք, աս վերջին 50, 60, 70 տարի։ Եթե Գլենդել, Pasadena, North Hollywood, Կալիֆոռնիայի նկարը տեսնակ 100 տարի առաջ, ինքը անաբադի պես էր։ Մենք անաբադի պես կաբրինք, անաբադի մեջ կաբրինք, ինքը desert է հոս, palm trees, cactus desert է։ Մենք As անաբադի մեջ ապրիլի պատճառով շատ չոր դեղ մգաբրինք։ Ամառները 100 աստիճան գանցնի, ծմեր ժամանակ սկսենք հիմա հիթր վարենք։ So as environmental մեզի չոքներ dry eye issue-ներու հետ։ Հիմա մենք դունի հիթր գվարենք։ Հիմա օգոստոս, սեպտեմբեր, ագստ, ջուլայ air condition պիտի փանանք։ Այդ հովի շարժումը դունի մեջ ոչ թե մեր գողորտը, մեր աչքնա չոր պիտի լա։ Եվ մեր generation-ն փոխվավ։ Հիմա millennial-ները գա, baby boomer-ները գա, Gen X, Gen Z, Gen Y։ Հիմա գտեսնանք, որ այս generation-ները փոխվինն է, հիմա սկսերեն iPad, iPhone, մենք առաջ magazine, newspaper թերթ կգարթայինք, հիմա ամեն բան tablet-ի վրա է։ Starbucks-ը tablet-ով order գնես։ Դունի գարաժը տելեֆոնով կփանաս։ Ամեն բան փոխվավ։ Սկսենք մենք հիմա սկրիներով վրա սպաղվել։ Եվ երբ որ այս սկրիները մենք սկսանք կորզածել, այդ սկրինը նայելու պատճառով սկսանք չիթարթել շատ։ Եվ երբ որ մենք մեր աչքերնի շատ չիթարթենք, աչքը բաց կմնա, այդ բաց մնալու պատճառով կչորնա։ So now dry eye as նոր generation-ի մեջ կսկսենք որ dry eye տեսնալ։ So շատ կարևոր է որ ասոնք գիտնանք եւ ես միշտ կադակ կնեմ գսեմ դոկտոր Մերին եթե մենք Ֆլորիդա փոխարտրվենք մենք dry eye չունենար որով Ֆլորիդան շատ խոնավ դեղ է եւ որով երկիրը խոնավ է այնտեղի հիվանդները dry eye խնդիր չունին Կալիֆոռնիա տարբեր պատմություն է անաբադենք եւ ադոր համեմատ պետք է գիտնանք որ մեր environment-ը ճաշտոն ունի մեր ամեն օրվա մեջ Dr. Mary շատերնին չեն գիտեր բայց մեր աչքին արջևը արցունք կա եւ շատերնին կգարձեն որ բարձ ճուր է չեն գիտեր որ արցունքը դարբեր մասեր ունի եւ աս ամեն դարբեր մասը ճիշտ քանակ եւ ճիշտ որակ պիտլա որ աչքը գուշտ մնա գիտեմ վիդեոմը փերերես հետ գրնաս մեզի բացադրել որ իրենք հասկանան ինչու համար մեգումը աչքը dry գլա ինչ է պատճառը քանակն է որակն է երկուքն է եթե գրնաս please բացադրել այո So մեր արցունքները երեք մասի է բաժանված առաջի մասը յուղային մասն է որ այդ յուղային մասը պետք է ճիշտ ելնի եւ իր որակը լավ ելնի որ արցունքները չգոլոշիանան Եթե գրնանք վիդեոին երթալ Okay so Հիմա առաջի մասը, որ հիմա շուտով կտեսնենք, այդ oil մասը, յուղային մասը, պետք է ճիշտ իր որակին ելնի, որ արցունքները չգոլոշիանան։ Երկրորդ մասը, որ ավելի հաս մասն է, իր ջուրոտ մասն է։ Այդ ջուրոտ մասն էլ պետք է իր ճիշտ տեղին ելնի, որ չորության բաներ չզգաք։ Վերջի մասն էլ ելնում է լորդի մասը, որ դա էլ է դեր կատարում։ So այս երեք մասի composition-ները պետք է միասին գործեն, որ աչքի չորություն չզգաք։ Thank you Dr. Mary. Ամեն մեկ մաս որ տեսակ հիմա վիդեոին վրա իրեն ճաշտոն ունի։ Հիմա վերջինը որ բացադրեց մյուսը այդ լորդ մասը գոքն է որ արցունքը աչքին փագած մնա։ So շատ անգամ գուքան գսեն մեզի դոկտոր ինչպես աչքս չոր է նստած տեղս արցունքները գթափի։
Ինչ կսես իրենց համար Dr. Mary։ Որով նորից կարևոր է որ իր որակը եւ իր քանակը միար հետ աշխատեն։ Եթե մեկը մույսից imbalance-ա, սկսում է աչքից դուրս թափել։ Մանավանդ այդ oil, այդ յուղային մասը պետք է ճիշտ տեղին լինի, եթե չէ, սկսում է գոլոշյանա կամ էլ սկսում է աչքից դուրս թափի։ Ուրեմն նորեն քանակը լավ պետք է լա եւ որակը լավ պիտի լա, որ աչքը միշտ գուշտ եւ գիշտացած վիճակ ունենա։ So շատ անգամ գտեսնանք դրայային, որ արդյունքը բավարար արդյունք ունի։ Այնքան բավարար ունի, որ աչքին կսկսի թափել տելևիզիոն դիտած ժամանակ։ Գսեն ինձ դոկտոր թունը սիրիես դրայայ ունիմ, ինչու նստած տեղս կթափի արդյունքը։ Ադոր պատճառը, որ որակը լավ չէ։ Եթե արդյունքին որակը լավը լար, երեսեն չեր թափեր, արդյունքը աչքին փագած կմնար։ Եթե յուղոտ մասը լավը լար արդյունքին։ So ad հիվանդին համար օրինակ omega 3 fish oil, ծգան յուղ, meibomian gland dysfunction գա, ադի մակրելը baby shampoo շատ կարևոր է, դակ կոմպրեսներ, իրենց համար adank բաները լավ է եւ ավելի յուղային գաթիլները լավ են։ Հիմա ադոնք որ աչքերնին շատ չոր է, քանակը լավ չէ, արդյունք չի գա որ գրնան աչքերնին փանալ ու կոծել, այնքան չոր է որ չի բացվիր, չի կոծվիր։ Ադոնք թեղեր գաթեցնելիք պետք է դանք որ արդյունք ստեղծենք։ So այդ գաթիլները Այո։ So մի քանի հատ գաթիլ ունենք, մեկի անունը Restasis, Sequa, Zydra, այս երեք հատը հենց այդ gland-ը, որ իր այդ մեջտեղի ջուրոտ մասն է սարքում, այդ gland-ին օգնում է, որ ավելի արդյունք սարքեք։ Perfect։ Եվ շատերնիդ արդեն ունի գասի, երբ որ կաս մեր օֆիսի եւ մենք ստուգենք, մենք ստուգման ժամանակ կրնանք գիտնալ աչքը նայելով խոշորայցուցով ինչ պետք ունի ասաչքը, որ ավելի թաց եւ խոնավ եւ լավ վիճակ ունենա։ So ադոնք որ մենք Restasis դվերենք, գիտենք որ քանակը պետք է շատացնենք։ Ադոնք որ մայբո դվերենք, at յուղային գաթիլը որ դվերենք, գիտենք որ քանակը լավ է, բայց ավելի յուղոտ պետք է լա աչքը։ So մենք նայելով գիտնանք որ մեկը պետք ունի։ Հիմա տելևիզիոնով չենք կրնարը սելցիզի, պետք է ստուգենք, կամ եթե ուրիշ բժիշկ ունիք աչքի, վերադարձեք իրենց հաջորդ անգամ եւ ասե իրեն որ ես դոկտոր մտեսա տելևիզիոնով եւ ասիմ որ իմ քանակս եւ որակս պետք է ստուգեք։ Արդեն ասեք նարդի գիտե բժիշկը պետք է նայի եւ քեզի ճիշտ թեղը գրնատա։ Alright, so քանի տարբեր տեսակ թեղեր կան, Restasis, Zydra, Sequa, Maibo, շատերնիդ որ նույնիսկ արիստական արդյունքներ ունիք, Refresh, Sustain, Gentil, ասոնք ամեն խոնավցնող, փապկացնող են, գաթիլներ կա որ արդյունք կշինե, գաթիլներ կա որ արդյունք չի շիներ, բայց ավելի յուղոտ սրճապատ կստեղծի աչքի մեջ, որ աչքը ավելի սահուն հանգիստ փափուկ բացվի կոծվի։ Yeah. Yes. Thank you Dr. Mary. Սիրով։ All right, ցեզմե լսենք, մենք հիմա live ենք Ասվարգյանին։ Hello, ինչպես կնանք օգնել։ Դոկտորին մեկ հարցում հարցնել, վերնամե։ Մենք live ենք, գրնակ խոսիլ, երկուքնից նստերենք, քեզի պիտի լսենք հիմա։ Okay. Ուզեմ հասկանալ, ինչու աչքիս երկու գոմերը սեպսեր դնալ։ Okay. So assessն է աչքին գոմը։ Աչքին քնթագին վրա կամ մորթին վրա։ Մորթ։ Չէ, մորթին վրա։ Երկու քիթիս եւ աչքիս սկիզները սեպսեր դնալ։ All right. Ես ոչ ամենան։ Yeah. Okay, no problem. Thank you telefonին շատ ավոր հարցում հարցուցիր։ Երբ որ մեգումը երեսին դագը հոս սկսի մտնալ, մի քանի պատճառներ են գլա։ Հիմա երբ որ ձերանանքն է, մեր մորթը կսկսի փարակնալ։ Երբ որ փարակնան է, աս յետևը իմ մորթս տեսնասն է fat pad կա։ Մեջը աստեղ fat pad ունիմ։ Հիմա 10 տարի վերջի ինձի տեսնասն է, աստեղ ավելի մորթս շատ փարակ պիտի լա։ Եվ փարակնան է ասի, դագի այրունի շարժումը պիտի տեսնանք։ Եվ այդ շարժումը այդ երակներն են, որ այրուն կփերեն եւ այրուն կդանին։ Եվ այրունին քույնը գաբույդ է։ So երբ որ թուն մորթս տեսնասն է 10 տարի վերջը հոս պիտի մտնա, որով մորթը կսկսի փարակնալ եւ ավելի իմ մազանոդին շարժումները պիտի սկսի ավելի տեսնալ, որ ինքը գաբույթ սևի վրա քույն կուտա։ Number 2. Երգատի բագասություն։ Եթե դուք կացերեք բժիշկիդ, բլադ թեստ վերեք, բժիշկը սերը որ երգատը բագաս է,
iron deficiency ունիս, աչքին դագը հոս գսկսի մտնալ։ Number 3, prostaglandin analog. Prostaglandin analog-ը ջնշման թեղերն են։ Հիմա օրինակ, եթե աչքի pressure ունիս եւ թուն գարնես կոր օրինակ կգաթեցնես կոր Lumigan կամ Vyzulta, prostaglandin analog թեղերը, latanoprost, Lumigan, Xalatan, adonk մի քանի side effect ունին։ Առաջինը թարթիշ կերգնա եւ աչքին դակնալ հոս կրնա քույնը քիչ մտնցնել։ So ասոնք ամենահայտնի պատճառներն է։ All right, եթե ոյվե մեկ փամսի այստեղեն երեքեն եւ քուգինը դե ուրեմն երգաթի բագասություն ունիսն է iron supplement պիտի առնես։ Եթե երգաթի բագասություն չունիս, մինակ թե ձերացերես եւ իրավալ ասանք բռնեսն է, փարագ է մորթը փամը չենք կնարնել։ Եվ երրորդը, եթե ջնշման թեղ գարնես, ադի չես կրնար ստապնել, պետք է ադի գաթեցնես կամ գլակոմա առաջ կուկա։ So as երեք հատն է, ասկեզատ ուրիշ մտահոգվելի խնդիր չկա, ինչու մեգոմը աչքին դագը մորթը գմտնա։ Thank you տելեֆոնիդ։ Hello, ինչպես կրնանք օգնել։ Բարև դոկտոր, բան հարցեմ եմ։ Սիրով։ Կիշերը երբ որ գբարգեմ գաշտնանամ, բերանը շատ չոր է։ Ամեն մշանը մեկ ծուր գարեմ քիչը, որ ծորությունը, ինչ են գլատ ծորությունը։ Yeah, well, արդեն ասած այդ քիչ մտածումս մեկ հատ բլադ թեստ մը պետք է դաս, որով հadoop բան մգա անունը Sjogren's։ Sjogren's-ը autoimmune problem-ն է, որ որոշ տարիք մը հետո փերանը միշտ չոր գլա եւ այդ պետք եղած թուքը չի ստեղծեր, որ փերանը միշտ խոնավ փափուկ մնա։ So Sjogren's-ը թեստ մն է գրնանել քիտնան եթե թուն ադոր positive is at testing. Եվ եթե Sjogren ունիսն է, անոր հadoop թեղերը գա գուդան, որ փերանդ ավելի խոնավ եւ թաց մնա։ Հիմա երկրորդը, եթե Sjogren չեն է, գրնալալ փերանդ փած կբարգիս։ Հիմա ադեններ եսա շատ հոգնածլամն է, փերանս փած կբարգին կամ երեսը ասենք փածին վրա ջզմեմն է, Գնալ աչքս քիչ մփացվի եւ փերանսա քիչ մփացվի, it happens. Բայց եթե գնագադես որ ամեն քիշեր սկսերես ասխնդիր ունենալ եւ ասի նորություն է, գնալ իմսածս է, maybe Sjogren-ի test պետք է լաս։ Yeah. Ասել մեկ տարին ավել է, ասան չորգլա եւ քիշերը։ Ինչը արդու գարտանամ, մեկ ժամ գանտի կանասկամա դերգուկա։ Yeah. Բայց քիշերը բանան երեք անգամ դարձնեմ։ Yeah. So մչուղարնեմ Right, so մի քանի երկու բան կա գրնասնել, առաջինը սենագիտ մեջ humidifier գրնասնել։ Այդ բզդիկ մեքենաներն են, որ գոլոշի կստեղծե։ Այդ humidifier-ը սենագիտ մեջ խոնավություն կստեղծե, so եթե փերանետ շունչ կառնես կորնե, այդ խոնավությունը միշտ կօգնե, որ խոնավ մնա։ Number 2 գրնաս mouth taping գնել։ Mouth taping-ը փերանիտ վրա tape մգա գրնաս տնել, որ իրգունը բարգած ժամանակ չի փածվի փերանդ եւ ավելի քիթետ շունչ առնես։ Հիմա նորեն problem-ը գրնալա, որ քիթետ չես կրնար գոր շնչել, հազիվ խորունկ քունի մեջ մտնաս, կսկսես գոր փերանդ շունչ առնել։ Հիմա նորեն check պետք է լաս։ Բայց սկիզբը ամենաաբահով բանը որ կարաչարգեմ humidifier կորզած է սենագիտ մեջ։ Այդ humidifier-ը խոնավություն կստեղծե, որ հիմա արժամյա միջև բժիշկին հասնիս, փերանդ խոնավ կնա մնալ։ Thank you տելեֆոնին։ Շատ ավոր հարցումներ են։ What do you think, Dr. Mary? Փերանը չոր է, ուրիշ ինչ կգարձես։ Շաքարի ալ հարց կնալալ, եթե չորություն կսկակոր ձարավություն, ադոնքալ այո, dehydration, այո։ Dehydration, yeah. Գրնալա շատ ճուր չես խմեր, որ անալ շատ ծուր գրնասն է։ Hello, ինչպես կրնանք օգնել։ Hi, Dr. John. Hello, Parevses. Ուրախ Dr. Mary, որ տեսնում եմ առաջի անգամ։ Շատ ուրախ եմ։ Երկու հարցում ունեմ։ Սիրով։ Մեկը որ Dr. Mary-ն ասաց կոլեստրոլի վերաբերյալ աթերվացությունի մասին բան չասավ։ Արդյոք էսենա կոլեստրոլի վերաբերյալ պրոբլեմ տալիս թե ոչ։ Մեկ էլ բանի ռենսեսը Եթե մարդ օգտվի, ու մելբոն էլ օգտվի կարելի է թե ոչ, հերոդայնով կլսա։ Yeah, thank you. Dr. Mary? Այո։ Thank you, տելեֆոնի չնագալ եմ։
Մերսի ձեր հեռախոսին, այո, որ ասացի նոր, ստատինները իհարկե կարող է դեր կատարի ձեր աչքի չորության եւ բոլորովին խնդիր չի, եթե Mybone եւ Restasis-ը նույն ժամանակ գործածում եք, որով նոր բացատրանք Mybone մեկ գործանում եւ Restasis-ը ուրիշ գործանում, բայց իրանց նույն նպատակով, որ ավելի արդյունք ստեղծեք։ So ձեր պատասխանի, ձեր հարցումի կներեք պատասխանը այնա, որ երկուսն է գործածելը բոլորովին խնդիր չի եւ իհարկե ստատինները կարող է աչքի չորություն բերի։ So Restasis-ը արդյունք պիտի ստեղծե։ So Restasis-ը քու քանակը արդյունքին քանակը պիտի շատացնե։ Mybone-ալ աչքին յուղոտ պիտի բահե, որ եղած արդյունքը չի գոլոշիանա չերթա։ Երկուք իրար հետ կաշխատի։ Եվ ստատինները, որ քիչ առաջ դակտեմերին ասավ, Simvastatin, Atorvastatin, Rosuvastatin, Lipitor, ասոնք բոլոր կոլեստրոլի թեղեր են, որ աչքին գլանդը իր աշխատանքը կգամացնե blood pressure-ի թեղերն ագնե antidepressants, anti-anxiety medication-ները գնե, Xanax-ը գնե, so ասոնք բոլորը մեկ ցևով քեզի գոկնե, բայց ուրիշ ցևովալ կխանգարե եւ մեր աչքին հետ կապված գիտենք, որ այս թեղերը աչքին արդյունքին production-ը կգամացնե եւ միշտ եւ որ հիվանդը կան MR office-ը առաջին բանը մենք բոլոր իրենց թեղերը գառնենք։ So առաջ որ մենք մտնանք հիվանդը տեսնանք, աշխատողները բոլոր քու թեղերը թեղարանեն request կնենք։ Գիտենք ինչ կառնես։ Եվ մենք գիտենք որ 10 հատ թեղ կրվեր է, գիտենք այդ 10 հատնա չես առներ։ Գիտենք որ գկրեն, բայց շատ թեղերը չգառներ եւ հարգավ կհարցնենք չեզի, ասի գառնես, անի գառնես, right? Եվ մենք այդ ծևով գիտնանք, որ առաջ որ աչքդ քննենք, գիտենք որ ինչ թեղ գառնես, որ թեղը քո այրունիտ մեջն է եւ որ թեղերը քո այրունիտ միջոցով հասերը աչքիդ, որ մենք ակնության ժամանակ աչքը ստուգենքն է, գիտնանք որ աս ամիոդարոն արիթմիայի թեղը ինչու աչքին վրա լեքետ կա, կամ ինչու աս breast cancer tamoxifen-ը հադագի մեջը սկսել է նշան տալ, ինչպես քու 20 տարի ձխելու խնդիրդ պատճառն է որ հիմա ինչու հադագի մեջ աղդոտություն տեսանք, right? So ասամենը կարևոր է, նույնիսկ ադոնք որ ասենք կրնագի ցավ, մեջքի ցավ, ձունգի ցավ գունենան, գերտան բժիշկին, բժիշկը գսե որ ես հիմա մեկ հատ բան կսրսկեմ կանցնի։ Ինչ է սրսկածը? Կորտիզոն, ստերոիդ պիտի սրսկե։ Կորտիզոնը սրսկեց, աչքի ճնշումը պիտի բարձրանա, բայց չսերքեզի։ Չի բացադրել որ ասի սրսկեմն է աչքի ճնշումը։ So շատ անգամ գուքան մենք ագնենք որ աչքի ճնշումը 25-30 հարց ու փորձով գիտնանք որ բժիշկը ստերոիդ սրսկերը մեջքի ձունգի արմուգի ցավի համար։ So ասամենը հարց ու փորձով գլա։ Thank you Dr. Mary. Hello, ինչպես կրնանք օգնել։ Բարևձեզ, իսկապես դոկտոր գողքի բժշկուհին հորագապ ինչ եմ դերգություններ գդած ես խնդիր չունիմ, հարցում չունիմ, մենակ գուզեմ ասել որ իսկապես շատ հետաքրքիր եւ Հուսեյնյան լսել ցեզի որտեղ անչափ որ սանչարի ցավոք բացադրի կասամեն բոլոր խնդիրները։ Thank you. Գուզեիր որ problem ունենայր որ գրնային օգնել քեզի։ Ասացել աջակցություն դա առողջություն դա։ Thank you. Շնորհակալ եմ թեր տելեֆոնին, շատ սկացված ենք։ Thank you. Մենք սիրելով հոսենք, գրնանք դունը լավ մեր ընտանիքի հետ, բայց սիրելով հոսենք եւ միշտ կսիրենք օգնել մեր հայ, մանավանդ մեր հայ ժողովրդին։ Շնորհակալ եմ թեր տելեֆոնին։ Thank you. Let's see. Hello, ինչպես կնանք օգնել։ Այո, բարևձեզ դոկտոր ջան։ Բարևձեզ։ Ձեր հյուրընուպես բարևձեզ։ Դոկտոր, ուրեմն հետաքրքիր է, մի հարցում եմ, այս երկու աչքից դրսի անկյունները չգիտես ինչու ճակճկում են մի տեսակ։ Եվ ոնց որ առավոտյան որ արթնանում եմ, այդուց ներսի անկյունները չեն մեկ որ բան հավաքվում։ Yeah, արտադրություն կա, չէ՞։ Իսկ դրսի անկյունների մատապատաում ոնց որ ճակի։ Ինչից կարող է դա լինի։ All right, գներես քեզի հոլդի վրա բիտնեմ, շատ չի մնաց,
կպատասխանեմ հաղորդում եմ վերջ, արդեն մի քանի սեկունդ մնաց, thank you Dr. Mary, Սիրո, thank you. շատ ավոր հաղորդում մրինք միասին, Մերսի. շնորհակալ եմ բոլորիդ, որ դիտեցիք, արդեն գիտեք, քալ երկուշաբթի օրը նորեն կշարունակենք, գիշեր բարի բոլորիդ։ Գիշեր բարի։